Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կիլոմետր դեպի արևելք գտնվում է Արկազի Սուրբ Խաչ վանքը, Թանահատի վանքից Գլաձորի միջնադարյան համալսարանից 2 կիլոմետր արևելք, որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից։ Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը։ Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս պատմիչի, Ասողիկի և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է ներկայանում Սյունյաց Բյուրեղ տիկինը, որը դեպի Պարսկաստան արշավանքից առաջ Վասպուրականում Հերակլ կայսերը ընծայել էր 1000 սաղավարտ, ոսկեկուռ զենք և 1000 զրահ և հանձնել էր 3000 մարդուց բաղկացած մի գունդ։ Երբ Հերակլ կայսրը ի նշան երախտիքի առաջարկում է կամ գանձ, կամ երկիր, Սյունյաց տիկինը խնդրեց կենաց փայտից մի կտոր, որի մի մասն էլ ամփոփել է այստեղ։ Սուրբ Խաչը Հայաստանի նշանավոր ուխտագնացության վանքերից մեկն է։ Քանի որ այստեղ է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը, Արկազի Սուրբ Խաչ վանքը մշտապես իրեն է գրավել բազմահազար ուխտավորների, ոչ միայն շրջակա գյուղերից, այլև ուրիշ գավառներից ու քաղաքներից, նույնիսկ արտասահմանից։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարից և իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա, 4 մույթերը, որոնք իրար են միանում կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը։ Արևելյան մասում է գտնվում կիսաշրջանաձև խորանը և ավանդատները։ Մուտքերը 3-ն են՝ արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից։ Եկեղեցին շրջափակված է քարե պարիսպով, որի ներսում պահպանվել են վանականների և ուխտավորների համար նախատեսված սենյակները։ Արկազի վանքի հետ է կապված նաև Վայոց ձորի նորագույն պատմության շատ էջեր։ Վայոց ձորի հրամանատար Յապոնը Հովհաննես Պարոնյանը Զանգեզուրից անցնելով Վայոց ձոր, իր շտաբը տեղավորեց Արկազի Սուրբ Խաչ վանքի ընկից սենյակներում և 1921 թվականի փետրվարի 16-17-ին այստեղից սկսեց ղեկավարել Վայոց ձորի ազատագրումը բոլշևիկներից։ Վանքի ընկից ուխտավորների համար կառուցվել է նաև սեղանատուն և զանգակատուն։ Վանքի կառուցման տեղի ընտրության մասին կա հետաքրքիր ավանդություն։ Եկեղեցու հիմնադրման համար որոշում են խաչի մասունքն ու հավաքված միջոցները դնել ջորու վրա և բաց թողնել։ Եկեղեցին պետք է կառուցվեր այն վայրում, որտեղ ջորին կանգ կառներ ու կքներ։ Ճանապարհին ջորին մի վայրում պառկում է, բայց չի քնում, ուստի այնտեղ կանգնեցնում են խաչքար։ Վերջապես ջորին քնում է, սկսում են փորել այդ վայրը և գտնում են մի խաչքար, ինչը ոգևորում է շինարարներին։